իմ սիրելի առյուծներ, բարի արև, արևը ձեր մոլորակն է եւ ձեզ միայն պետք է ողջունել բարի արևով։ Ահա, այսօր հոկտեմբերի 21-ն է նորալուսինը եւ ես կներկայացնեմ իմ մուրացույցով մարսի օրն է, ներկայացնեմ ձեզ նոյեմբեր ամսվա համար կանխատեսումը եւ նրանք ովքեր նոր են միացել, հիշեցնեմ, որ ասեմ, որ լսում ենք առաջին ասցենդենտի նշանով, այսինքն սա կարող է վերաբերել բոլորին, ում ասցենդենտի նշանն է առյուծը եւ վերաբերում է բոլոր նրանց, ում բնականաբար արևն է գտնվում առյուծի նշանում։ Եվ այսպես նոյեմբերին ի դեպ իրադարձությունները շատ են լինելու, ինքը հարուստ է իրադարձություններով, նորալուսին լիալուսին արևը փոխում է իր նշանը, մտնում է կրակի նշան, Մարսը, Վեներան, Ուրանը փոխում են իրենց նշանները, Մերկուրին, Յուպիտերը դառնում են հետընթաց, իսկ Սատուրնը, որ գտնվում է ձկան նշանում, դառնում է ուղընթաց։ Ահա, սրանք են հիմնական իրադարձությունները, դուք տեսնում եք, թե որքան շատ ուրեմն փոփոխություններ են, բնականաբար նրանք բերում են նոր գործողություններ, նոր հանդիպումներ, նոր ծանոթություններ եւ այդպես լիքը փոփոխություններ են բերում։ Հիմա մենք կսկսենք թերևս Մարսից, որտեղ նոյեմբերի 4-ին ինքը ի վերջո դուրս է գալու կարիճի նշանից եւ կտեղավորվի աղեղնավոր նշանում, կրակի մոլորակն է խոյի, բնականաբար ինքը այդպես շատ արագ իրեն դուրս կնետի կարիճի նշանից եւ մինչեւ դեկտեմբերի 15-ը կլինի աղեղնավորի նշանում։ Այստեղ ինչ խոսք, ընտանեկան հարցեր են, երեխային վերաբերող հարցերը կարող են լինել եւ ինչպես նաև ընտանեկան թեման ընդհանրապես ընդգծված է առյուծների մոտ եւ հնարավոր է, որ այստեղ իրենց բիզնեսին եւս կարող է վերաբերել, միգուցե նոր ուժ է հաղորդելու եւ այստեղ գործողությունները շատ արագ են զարգանալու, ամեն դեպքում լեցուն է լինելու, հա, իրենց կյանքը ես կարծում եմ այդպես եւ հաջորդ կարևոր իրադարձությունը հենց հաջորդ իսկ օրը նոյեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի ժամանակով 17:19 արևելուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ տեղի կունենա ցոլի նշանում լիալուսինը, ահա լիալուսինը, որը լուսինը այսինքն կգտնվի ցոլի նշանում, դա ձեր 10-րդ տունն է, սիրելի առյուծներ, հավանաբար ձեր նպատակների, ձեր կարիերայի հետ կապված ձեր անելիքները արդեն պարզ են, ձեր գործերը դու գիտեք ինչ ուղղությամբ գնաք, ինչ անեք, ինչպես է լինելու, արդեն ընդհանուր պատկերացումը դուք ունենում եք միանշանակ։ Եվ 7-ին նոյեմբերի Վեներան եւս կփոխի իր նշանը, ինքը դուրս գալով իր սիրելի նշանից, կշռքից կմտնի կարիճի նշան, որտեղ ինքը վտարված է եւ անցնենք առաջ եւ նոյեմբերի 8-ին Ուրանը, որը հետընթաց է, երկորյակի նշանից հետընթաց է, ինքը կմտնի ցոլի նշան եւ ուրեմն մինչև ապրիլի 26, ես արդեն ասացի 2026 թվականի, հետո արդեն ինքը մտնելու է ապագայում, մտնելու 26 թվականին կմտնի երկորյակի նշան եւ այնտեղ կհաստատվի 7 տարի, բնականաբար առյուծների համար, գիտեք ձեր կարիերայում, ձեր նպատակներում, հիմնականում կարիերայում նախորդ 7 տարիների ընթացքում ոմանց մոտ եղել է, ասենք առաջի, երկրորդ, երրորդ նայած ձեր անձնական քարտեզում մեկի մոտ կարող է լինել, ասենք 23-24 թվականի խնդիրը, մյուսի մոտ 22-ին, 21-ին, հա, այսպիսի անձնական քարտեզով պայմանավորված եղել են ձեր կարիերայում միանշանակ փոփոխություններ եւ հիմա ինքը այսպես վերջին անդրադարձն անում, միգուցե ասեք այդ փոփոխություններ եղել են, բայց կարծես թե իրենք ընթացքի մեջ են եւ հիմա գալիս է արդեն այդ էջը ավարտելու
նայած ինչպես կավարտվի ձեր անձնական քարտեզով է պայմանավորված եւ ընդմիշտ արդեն փակելու բնականաբար երբ ուրանը կմտնի երկվորյակի նշան դա ձեզ համար լավ է սիրելի առյուծներ իհարկե եթե դուք աղեղնավորի նշանում ասենք մոլորակներ չունեք կամ կույսի նշանում եւ ձգան նշանում եթե մոլորակներ չունեք շատ լավ է իսկ եթե տեղ ունեք մոլորակներ ուրեմն դա արդեն այլ խոսակցություն է դա արդեն ձեր անձնական քարտեզն է ահա այսպիսի իրավիճակի իսկ ինին Մերկուրին կդառնա հետընթաց մինչև նոյեմբերի 29-ը ինքը մնալու է հետընթաց այսինքն աղեղնավորի նշանում եւ հետընթաց լինելով կմտնի կարիճի նշան ձեր այստեղ ես ինչպես որ ասացի հիմնականում էներգիաները կուտակված են ձեր տան ընտանիքի թեմային բնակարանի եւ այլն այստեղ է ասենք ոմանք միգուցե ուզում են բնակարան գնեն վաճառեն կամ ընտանիքում ինչ որ հարցեր կան երեխաներով այդպես ամբողջական փաթեթով այդ հարցերը կան եւ ուրեմն պիտի այստեղ կարգավորվի Ես հիշեցնեմ, որ այսինքն դուք եւս մի անգամ միգուցե երեխայի հարց լինի, դուք ուրեմն պիտի վերանայեք հարցերը, փորձեք կարգավորել, որովհետեւ ինչ որ նոր բան, գիտեք Մերկուրին հետընթաց է, դուք ձեր ասենք հին են, ինչ որ հին է, անցած է, կարող եք վաճառել հին իրերը կարող են գնել, հա, այն ինչ որ հին անցած է, դուք կարող եք գնել վաճառել, սա այստեղ օգնում է Մերկուրին Սակայն եւ նոր գործ դիտեք չեք սկսում ուշադիր ենք լինում որտեվ միտքը շատ ծրված է լինում փաստաթղթեր եթե դուք արքովաճառք կունենաք ուշադիր լինեք այդ հարցում եւ իհարկե ես բոլոր դեպքերում որքան էլ որ ասում են լավ է ես ավելի շատ հակված եմ որ հետընթաց Մերկուրի ժամանակ դուք քննարկես այդ ընտանեկան հարցերը բոլոր դեպքերում հետո վերլուծել հետազոտել հասկանալ հետաքրքրվել ինչ կարելի անել հետո նոր երբ կդառնային քողընթաց այդ ժամանակ քայլեր անել ես ավելի շատ հակված եմ այս տարբերակին եւ ինչեւէ որոշում եք դուք եւ խնայում եք ձեր նյարդերը սիրելի առյուծներ 11 նոյեմբերի Յուպիտերը կդառնա հետընթաց եւ մինչեւ այդպես 26 թվականի մարտի 11-ը ինքը գտնվում է ձեր 12-րդ տանը ջրի նշանում, այնպես որ որոշակի ինքը փոփոխություններ է բերում, ես կարծում եմ լավ փոփոխություններ բոլոր դեպքերում, նույնիսկ տեսնում եք ընտանեկան թեման է, որը բերում է փոփոխություններ եւ դա ձեր կյանքը ինքնին գալիս են փոփոխություններ, ինչեւէ սա ձեզ նախապատրաստում են նաեւ, որովհետեւ Յուպիտերը կմտնի ուրիշ գնալու տեղ չունի մտնելու է ձեր նշան եւ ձեզ կբերի լիքը հաջողություններ այնպես որ ինքը նախապատրաստում է հիմա ձեզ համար միգուցե նոր պրոյեկտներ նոր ծրագրեր որի արդյունքը դուք կունենաք ասենք մյուս տարի երբ Յուպիտերը կմտնի ձեր նշան կքաղեք այսինքն պտուղները եւ 20-ին տեղի կունենա նորալուսինը 10:47 րոպե 5 վայրկյան Հայաստանի ժամանակով արևելությունը կմիավորվեն 29 աշճանում եւ այն տեղի կունենա կարիճի նշանով դες համար բնականաբար այդքան էլ ցանկալի չի կարիճի նշանում ինչ որ միգուցե նոր սկիզբ դրվի ձեր ընտանիքում նոր կարգեր, նոր իրավունքներ, նոր իրավիճակներ լինեն, փոխվի շատ բան, ինչևէ դա նորից պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, բոլոր դեպքերում այդտեղ նոր սկզբի մասին է հուշում նորալուսինը եւ 22-ին արևը դուրս գալով կարիճի նշանից դա ձեզ համար լավ է ինքը կմտնի աղեղնավորի նշան որտեղ ձեր մոլորակը ի վերջո ջրի նշանից ազատվում է եւ կմտնի աղեղնավորի նշան այստեղ շատ լավ է ինչ խոսք կրակի նշանում դուք ձեզ շատ ավելի լավ կզգաք միանշանակ եւ անցնենք առաջ 28-ին Սատուրնը կդառնա ուղ ընթացին կգտնվում է ֆինանսների տանը եւ մինչեւ ձգան նշանում է այնտեղ կմնա մինչեւ փետրվարի 14 2026 թվականի դա ասում է այն մասին որ այստեղ ձեր գումարը բոլոր դեպքերում պիտի ավելի նպատակային ծախսեք եւ այսինքն ինչ որ հարցեր կա կարևոր հարցերի վրա այդ գումարը ծախսեք ավելորդ ուրեմն ծախսեր չանեք
հա, շատ նպատակային գումարը, այդպես իհարկե Նեպտունը եւս նոյեմբեր ամսին գտնվում է ձկան նշանում, բոլորը հավաքվել են այդտեղ, ուշադրություն եք դարձնում ձեր առողջությանը եւ իհարկե ձեր ֆինանսական վիճակին փորձում եք կարգավորել, դե եթե լավ ասպեկտացիաներ ունենան, միգուցե այստեղ ձեզ գումարներ կգան, դուք ճիշտ կօգտագործեք այն, դա պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, ավելին չեմ կարող ասել եւ իհարկե երեխայի հարցում, ընտանեկան հարցերում այստեղ կան որոշակի ինչպես տեսնում եմ որոշակի այ փորձում եք այդ հարցերը լուծել բավականին այդպես խիտ են, խճճված են, այստեղ կարող է լավ առումով լինի, միգուցե ձեր երեխային ուղարկում եք ինչ որտեղ սովորել, ուղարկում եք արտերկիր կամ ուրիշ հարցեր կարող է լինել, պետք չի ասենք կենտրոնանալ, որ դա լինելու է վատ եւ ի վերջո դա նաեւ պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, որովհետեւ բոլոր նրանք ովքեր այն առույցները նորից է ասեմ, որ 27, 28, 29 աստիճաններում ուրեմն ունեն մոլորակներ, այստեղ ինչ որ փոփոխություններ դա կլինի, կբերի եւ ուզում եմ նշել նաեւ որ ամսվա երկրորդ կեսը որոշակի դժվարություններ կլինեն այդ որոշումների ձեր ընտանեկան որոշումների հետ կապված ընտանիքի անդամներին վերաբերող նաեւ այստեղ կլինեն որոշակի հարցեր, պետք է լինել ուշադիր, պետք է լինել զգոշ, որովհետեւ դուք կարող եք լինել առյուծ, բայց ասենք ինչպես որ նշեցի, այլ նշաններում եւս ունեք մոլորակներ, այնպես չէ որ բոլորը առյուծի նշանում են կամ առավել եւս այն մարդիկ ով ասցենդենտի նշանն է առյուծը, բայց այդտեղ կարող են եւ ընդհանրապես ոչ մի մոլորակ չունենալ, հա, տեսնում եք, այնպես որ շատ հարաբերական է, ուշադիր եղեք սիրելի առյուծներ, ցանկալի է որ դուք իմանաք ձեր քարտեզը, իմանաք ձեր որ մոլորակը որ նշանում է գտնվում եւ ձեզ համար շատ ավելի པարզ կլինի եւ առանց որևիցե աստրոլոգի դիմելու դուք արդեն կիմանաք ձեր ինչ է լինելու, երբ, ինչպես եւ այլն, դա ձեզ բավականին կօգնի, իսկ թե իմ խորհուրդները որքանով ձեզ կօգնեն, այդ մասին արդեն դուք կգրեք մեկնաբանություններում, իմ սիրելի առյուծներ եւ կկիսվեք արդյոք ինչպես ընթացավ, օգնեց, կարողացաք դուրս գալ այդ իրավիճակից, կարողացաք դա կարգավորել եւ այլն, կիսվեք այս հարցերով, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ